Բարև ձեզ։ Օրբանից ազատվելը պատիվ է բերում հունգար ժողովրդին, այլ ոչ թե Օրբանի պարտությամբ հիացած Բրյուսելի կառավարիչներին, որոնք 16 տարի ծպտուն չէին անում Եվրոպայի ամենատոտալիտար երկիրը չկավորության տանող Օրբանի կոռուպցիոն ասպատակությունների ժամանակ։ Բրյուսելի տիկնայք ու պարոնայք չգիտես որ ծակն էին մտել, երբ Օրբանը վաճառեց եվրոպական արդարադատությունը Ալիևին, հայ-սպային քնի մեջ կացնահարած ադրբեջանցի ոչրագործին նվիրելով Բաքվին։ Չի բացառվում Ալիևի հերոսը հենց Բուդապեշտում է ծախսում հայ սպանելու դիմաց իր հոնորարը։ Բայց հիմա մի կողմ թողնենք դա։ Հունգար ժողովուրդն իշխանության է բերել Պետեր Մադյարին գլխավորապես Օրբանի թալանածը իրենց վերադարձնելու խոստման համար։ Շատ չեք սպասի, շուտով Օրբանի կոռուպցիոն դոսիեն կհանձնվի այն արդարադատությանը, որը ՑՄ դատապարտված Ռամիլ Սաֆարով է արտահանձնել։ Իհարկե Օրբանի հարստության ամբողջական պատկերը դժվար թե հանրայնացվի, բայց եղածն էլ կբավարարի աղմկոտ կուլակաթափություն խաղարկելուն։ Հայ իրականությանը ծանոթ պատկեր է, չէ՞։ Հայաստանում նախկին իշխանության ֆինանսական ապօրինությունների բուրգի կազմաքանդումը նշում է արդեն իր 8-րդ տարին։ Հունգարիայում այն նոր է մեկնարկելու։ Հայաստանում այդ կազմաքանդումն երևի արվում է ոսկերչական ճշգրտությամբ, հավանաբար, որ բուրգը չփլուզվի ու հանկարծ որևէ մեկը չհայտնվի փլատակների տակ։ Որ մոդելն ու ժամկետը կընտրի Հունգարիան, կտեսնենք։ Բայց արժի, որ հունգարացիներն իմանան, որ հայ ժողովրդից թալանացի վերադարձը Հայաստանում աղքատության ցուցանիշի հետ այդպես էլ չի հանդիպում։ Հաջողություն։